Բարեկամներ եւ պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Պապոյան եւ Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո բոլորին, բոլոր հեռուստադիտողներին եւ YouTube-ա դիտողներին հատկապես, քանի որ այսօր YouTube-ային ինչ որ տրամադրություն է մեզ մոտ, եւ ես կուզեմ սիրով ներկայացնել հյուրերին, բայց մինչեւ այդ ուզում եմ հուշել բոլոր նրանց, ովքեր դեռ չկռայեցին, կասկածելի երեկոն է եթերում եւ մենք ունենք, այո, հիասքանչ, աշխատասեր, հետաքրքիր հյուրեր։ Ռոբերտ, խնդրում եմ ներկայացրու քո հյուրերին։ Սիրով ներկայացնեմ, ինչպես դու նշեցիր, այո, այսօր YouTube-ից ոնց որ գիտեք ինչ է, YouTube-ից դուրս եկած, YouTube-ի այդ փշոտ ճանապարհներով հայտնի դարձած YouTube-ացին։ Արա YouTube-ացին, կարելի է չէ օգտագործել YouTube-ացին, իհարկե, YouTube-ացինը նույնիսկ Հովանեսը YouTube-ի պորտալները դեր վրան է, այտենց է եկել։ Եկեք բարձր ծափարություններով բժշկական բոլոր հետաքրքրաշարժ հաղորդումների եւ պոդքասթների վարպետ ուրոլոգ բժիշկ Դավիթ Տոնոյանին ծափարենք։ Դավիթն է եկել ու բազմաթիվ, իդեպ այսօր մենք կարող ենք հաղորդման ընթացքում հանդիսատեսից մարդիկ մոտենան եւ իրենց խնդիրներով խորհրդակցեն Դավիթի հետ։ Դավիթը խոսք է տվել, որ անվճար խորհրդատվություն կանի, համաձայն ես։ Հաղորդման ընթացքում ամեն ինչ։ Այո, ես մատ հաղորդացություն իդեպ մատ բան քեզ ունեմ ցույց տալու։ Մեր մյուս հյուրը, ուրեմն հայկական իրականության մեջ ինձ համար, հիմա որ ինձ հարցնեն երկրորդ մարդ ով կա, որ խաղերի աշխարհում եւ խաղային համակարգերի աշխարհի աստված է, ես չգիտեմ։ Ես կարող եմ իմ թերությունն է դա, որ ես չգիտեմ, բայց նաեւ այս մարդու առավելությունն է, որ իր հայտնիությամբ ինձ ճանաչել է տվել իրեն։ Հովանես Ասատրյան, բայց ավելի հայտնի երեխաների եւ ոչ միայն երեխաների մարդկան շրջանում Սուրբ Հովանես, Saint Հովնատ, բարձր ծափարենք։ Ինտերնետային տիրույթի Սուրբ է։ Ինտերնետային տիրույթից այսօր մենք Գարիկ ջան շատ ուժեղ ենք խաղալու, որովհետեւ Ինչ։ Արա որտեղ արդեն համբերության բաժակը լցվել է, պարտությունների համբերության բաժակը լցվել է եւ մենք ձեզ պատժելու ենք։ Դե սիրով ներկայացնեմ իմ հյուրերին։ Մարդով ձերքը շատ տարբեր ոլորտներում արդեն պնդացրել է կարելի ասես, էլի ոնց որ մի բառով չես կարող ներկայացնել, բայց երաժիշտ, հաղորդավար, բլոգեր, յութուբեր, գրող, Ինչ ասում։ լոգոպեդ, լողի մարզիչ, Ֆիլանտրոպ, բուդդիստ, Ռուբեն Եսայան, տաղանդավոր մարդ, ով շատ աշխատելու շնորհիվ այսօր եկել է, որպեսզի Ռոբի ստերը ոնց որ այս կողմով բացահայտի։ Եվ հիմա անցնենք մեր տաղավարի խաղացողների մասնակիցների մեջ միակ գեղեցկուհուն, բարձր ծափարեք տաղանդավոր դերասանուհի, հումորիստ, հաղորդավարուհի Իրինա Այվազյան։ Լավներ։ Դե ինչ սկսենք։ Դե ինչ սկսենք։ Սկսենք, առաջին ծանոթացնեմ առաջին փուլի կանոններին եւ սկսենք։ Առաջին փուլ։ Մասնակիցները Կարաս անգիր ասես։ Իհարկե։ 8 տարի ասում եմ։ Հենց հիմա առոգանությամբ բայց։ Ոնց կանգնած ասեմ նույնիսկ։ Մասնակիցները իրենց արժև դրված թերթիկից կարդում են պատմություն։ Բայց Թերթիկի վրա ես իսկականից կանգնած ասա, համ էլ բժիշկը կնայի էլի։ Ասա լավ։ Էս կողմ կայնացել է։ Ներողություն խնդրեմ։ Կամ եթե խնդրեմը հակառակ։ Ուրեմն անգիր ասում եմ, մասնակիցները իրենց արժև դրված թերթիկից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որը ճիշտ է կամ սուտ։ Ամեն դեպքում ճիշտ է տեսնում, նրանք այն պետք է ներկայացնեն իբրև իրականություն։ Իսկ դուք հարցերի միջոցով պետք է պարզեք, արդյոք կարդացած պատմությունը ճիշտ է, թե սուտ։ Ճիշտ պատասխանի դեպքում վաստակում ենք մեկ միավոր, սխալ պատասխանի դեպքում միավոր ոչ մեկ չի վաստակում։ Մենք բազմիցս սխալ ենք գրել, բայց հուսանք այսօր էլ սխալ չենք գրի։ Գոհ ես։ Շատ։ Գոհ ես Գարիկ ջան։ Նստիր։ Այո, մենք սկսում ենք գիտես ումից։ Իրինա։ Իրինա ջան, խնդրեմ։ Այո։ Իհարկե, բա գիտես, հեշտեղ ես եկել դու։
Մեր ընկերների նեղ շրջանակում Ռոբը ունի մականուն։ Մեկ անգամ նույնիսկ քաղաքում հետևից գոռացինք, բայց նա չհասկացավ, որ խոսքը իր մասին է։ Ես նախ ուզում եմ լսեմ մականունը, հետո սկսեմ վիրավորել ձեր ընկերների շրջանակը։ Ես նույնիսկ կուզեի մականունը մի քիչ հետո իմանայինք, որ մի քիչ տանջվես, լավ, ընկերների դառնաս այդ համաձայն եմ։ մականունը աչքիս առաջ։ Համաձայն եմ, ես համաձայն եմ մականունը մի քիչ հետո կիմանանք, որպեսզի այդ տենց Բայց այդ նեղ շրջանակում ինչ եք Ռոբին քննարկում, օրինակ ես։ Բայց կասեք ովքեր եք, ընկերների շրջանակը, խնդրում եմ։ Անուններ չեմ տա, Յա, Մականուններ։ որովհետև մենք նույն սֆերայում ենք։ չէ, բայց ուզում եմ իմանամ անուններ, չէ։ Չէ, չեմ կարող անուններ։ Աղջիկներ են, թե տղաներ էլ կան այդտեղ։ Եվ աղջիկներ եւ տղաներ։ Լավ, հետո։ Հետո։ Հետո քննարկում ենք, որովհետև պիտի քննարկենք։ Բայց ի՞նչ է քննարկման առարկան։ Չէ, անկեղծ ունեմ քննարկման առարկան ինչա եւ բականունը ինչպես է ծագել։ Այն նախագծերը, որոնց մեջ դու մասնակցություն ունես, այդ նախագծերն են։ Ոնց է, խնդրում եմ քննարկում են։ Երեխեք այսօր մենք հավաքվում ենք, մենք Ռոբից քննարկենք, մենք Ռոբից չէ, հեսա կիմանանք։ Հա։ Այն կռիսից։ Ինչպես։ Այն կռիսից։ Են կռիսա բակա։ Կռիս չի առանձին, այն կռիս։ Այդ դու։ Լուրջ ես ասում, մականունը են կռիսա։ Չէ, լուրջ արդեն բացեցի։ Իսպանական մականուն է, ինկրիսո։ Են կռիս։ Մի ոք չեմ հավատում, գոնե հայեր են այն առնետը։ Գոնե այն առնետը։ Չէ, բայց կատակ է էսի։ Չէ, իրականում կատակ չի։ Առնետ է իմ ածակը։ Այն կռիսը։ Առնետ չկա։ Բայց ասա էլի ինչի է այն կռիսի համբավին արժանացել։ Բա հեղինակությունն է ոնց որ պոլերին գցած։ Ես մտ ճիշտ եմ, էլի մենակ Ռոբին եք մականուն ասում, թե Տենց է ստացվել, որ մենակ Ռոբին Խնդրում եմ ոնց ձևավորվեց այդ մականունը։ ձևավորվեց, երբ իմ ծանոթներից մեկը քո հասցեին տենց արտահայտվեց, դրանից հետո դու մեր շրջապատում Հա, բայց ինչի տենց արտահայտվեց։ Կապ չունի, մենք լավ բան էինք խոսում թե։ Համաձայն եմ, բայց ինչու ծանոթներից մեկը ես ինչ էի արել ծանոթներից մեկին կամ ինքը ինչ էր տեսել։ Չգիտեմ։ Որ մի արածի Չէ, որ մի արածի։ Դե դա արդեն գաղտնիք է, ոնց որ ինքը կիսվել է այդ, ես չպիտի ասեմ։ Սաստիր քո թիմակցին ասա հաղորդման շրջանը։ Բայց ես ինչ կապ ունեմ։ Կամաց հիմա ես հասկանում եմ ինչ են տենց անվանել։ Ես չէ, ես նույնիսկ կողմ եմ որ լինեմ, եթե կռիս առնետ եմ առնետ։ այդ առաջի անգամ քննարկմանը դու ներկա եղել ես, թե քննարկում եղել է, հետո քեզ անգել ասել են Ռոբին սենց ենք ասելու։ Առաջին անգամը չեմ եղել, հավանաբար մի քանի անգամ քննարկել են, ու մի անգամ երբ ես իրանց հետ նույն շրջապատում էի, խոսացին, ասեցին այն կռիսը, ասեցի ով է կռիսը։ Ասեցին Ռոբը, ասեցի որ Ռոբը, ասեցին որ։ Այն կռիսը, որ Ռոբը այն կռիսը։ Իհարկե, այսինքն այդ նեղ կռուգից դուրս է։ Այն կռիսը արդեն հասկացա որ դու ես։ Բայց երբ եք վերջին անգամ իմ հետևից գոռացել են։ 2021 թվի։ Ինչ։ 2021 թվի։ Օրս 21 թվից 4 տարի է կռիս։ Շատ հին է ժամանակվա։ Բայց մենք խնդրում եմ, էլի, անկեղծ անունները հասկացանք, չէ՞ ուզում անուններ տալ, բայց այդ ձեր ընկերուհին, ձեր ընկերը, որ տենց մականունով է կնքել ինձ, որ դեպքից հետո է, ինքը չի բացատրել։ Չի բացատրել, որովհետև քանի որ իրենք խոսացել են արդեն իսկ քեզանից, պատմություններ են պատմել, ես ուղղակի հարցրեմ ով է այն կռիսը, ասել են Ռոբը։ Բայց հավես չէ հարցում ինչի։ Ես բայց չէ։ Իրականում Բայց ես չեմ հավատում, որ դու գոնե հետաքրքրասիրությունից ելնելով Ես իրոք։ նման հարցերի շուրջ հետաքրքրասիրություն չունեմ, որովհետև ես քեզ մի քանի անգամ հանդիպել էի արդեն TV-ում ու կարծիքս դրական էր։ Արա ինչի՞ բայց կռիս, ինչ եմ արել ես ձեզ ցավները տանեմ։ Բայց եթե նույնիսկ ճիշտ է, ուրեմն թող լինեմ ես կռիս։ Առնետ, եկեք մի ավելի հայրեն ասեմ, թող լինեմ ես առնետ։ Մենք բայց միևնույն է տենչալով այս պատմությունը չենք հավատում։ Սուտ է այս պատմությունը։ Քանի որ Ռոբի երազանքն է, որ այս պատմությունը սուտ լինի ու երազանքները իրականանալու հատկություն ունեն, ցավոք սրտի քո երազանքները չեն իրականանալու Ռոբ ջան, որովհետև այս պատմությունը սուտ է։ Արդեն վատացել Ապրեք։ Հետևից բղավել են, բայց նորմալ։ Ռոբոլիկ։ Ես չէ օքեյ, խնդրում եմ մեկ միավոր մեզ Գարիկ ջան, մատ գրես այդ արագ մոտենաս։ Լարվածություն ես, պարզապես ոնց որ ուզում եմ գոնե մի քանի վայրկյան վայել էի, ինչ որ մի հաղորդումից մուռ էի հանում։ Այո, հասկացա, ահան։ 1-0 ապրես, գնանես դիտեղդ։ Թվեր գիտես։ Դավիթ ջան, դուք եք։ Ահան։ Ում եղել է ժամանակ, երբ որ ես հաղթել եմ փողոցային ռեփ բաթլներում։ Որտեղ, Երևանում։ Երևանում, հա։ Երևանում փողոցային ռեփ բաթլներ էին անցկացվում։ Ես 2-3 անգամ հաղթել եմ ու 2-3 անգամ մրցանակը որն է։ Մի ящик պիվա։ Որ փողոցներում էին։ Հա, բանը, որ փողոցներ, Կորյունի հատվող փողոցներից մեկն էր։
Ոնց են անցկացում այդ բաթլները։ Հավաքվում էինք միտեղ բիթ էին միացնում, բիթի տակ ռեպ էինք կարդում։ Պատահական անցորդները։ Հա, փողոցային ռեպ բաթլներ։ Փողոցային ռեպը այդ այսինքն քֆուրներով ռեպն է, հա։ Չէ, բան, բաթլ, իրար մեջ բաթլ։ Improvis, այդ պահին։ Իմպրովիզ։ Իսկ ինչի էր որոշվել, որ հենց Կորյունի վրա պիտի անցկացվի այդ բաթը։ Փողոցակորյունը։ Հա, բայց ինչի հենց այդ Կորյունի փողոցի վրա պիտի անցկացվի։ Այդ Թուփակի փողոց որ չունենք։ Հարմար փողոց էդ էր, մարդիկ կտեր էին գալի Թուփակ կայնում։ պրոսպեկտ խոշմ։ Այսինքն շատ վատ է անցել, որ բժիշկ դարձար։ Ինձ թվում է որ լավ էլ ասնել, էլի բժիշկ պիտի դառնա։ Այս թեմաները իրանք էին Չէ, առաջարկում։ թեմա չկար, թեման իրար վիրավորելն էր, իրար Վասմա Էմիլյան էլի։ Շատ բարի։ Ինկրիս- Գիտեք ես ոնց են ստուգում։ Իրանց մեջ կային րեպերներ, ովքեր հիմա հայտնի են։ Այո, ոչ, Միշոն։ ասում են երկու։ Միշոնը Ինչ որ Բաստարայից։ Անմաս տանջվում եք, հեսա բիթը սկսվում է։ Ճիշտ է։ Իհարկե։ Այստեղ մենք վիրավորանքները ոնց որ Ռոբի շուրջ ենք մենք միշտ կառուցում։ Դոկտոր ջան, գնաց։ Հա, դի ռեպ կարդամ։ Դե ուզում եմ։ 15 տարի անցել է դրանից։ Մոռացել է։ Ջուր տամ, խմի հելի սարը։ Սովորաբար ելում են սարը ջուրեն բերում որ Ախին սպասում է քո յարը։ Այսքանը։ Այդ լավ չէր, երկու հանք բռնեցի։ Այդ ռեպ թե խորուրդ։ Չէ, բայց որ ընդ ինչ ռեպ ես երկի, այդ նույնը։ Այնտեղ կայանում ենք իրար դեմ ու սկսում ենք իրար մականուններ կպցնել։ Հա մեծ արի կան, գարիկ է, ես իրար դեմ, դու ես գործ եմ։ հանգստացի։ Չէ, մեծ Միած խնդրում եմ։ իրար դեմ։ Գնաց։ Մի հատ Ռոբին հանդիպի, պատկացա Ռոբը փողոցային ռեպերա։ Պատրաստ եք դուրս։ Ես չեմ աստղ։ Ուշացուն հա։ Գնացինք։ MC Ռոբ, Բելի Ռոբ, գնաց։ Ես ռեպային չեմ սկսի, ես ավելի տենց ոնց որ քեզ ավելի հունի մեջ գցելով Okay, դու արա։ Ով ես դու բժիշկ, ավելի լավերը կան, ես գնում եմ ուրիշների մոտ, դու շատ թույլ ես իմա պես։ Yo, ապեկրեց։ Ռոբի պատմությունը։ Դե լուրջ ասա, ես հիմա քեզ վիրավորեցի, որ դու վատ բժիշկ ես եւ դու այդքան չկաս, որ բուժես իմ ընկերոջը։ Ահա։ Գնաց։ Ֆրիստայլ։ Դե։ Նա բար ծափերը։ Ռոբ, դու եկար իմ մոտ բուժվելու, փող չունեիր գնաց հերուտեղ գժվելու, yo։ Ռոբ, դու եկար իմ մոտ բուժվելու տեղակ չէր, որ մի ուրիշ տիպի էր դուժվելու։ Հավատում ենք։ Սա ինձ թվում է։ Նայած մի բան էլ կա, կարողա չէր ուզում ռեպ կարդալ, որ չիմանայինք, որ ճիշտ է պատմությունը։ Ճիշտ ես ասում։ Այդ բռնեցիր։ Այո, թելը բռնել ենք։ Բայց հիմա որ մեկն է ճիշտ։ Այդ է պրոբլեմը, էլի։ Ասեցի ես Դավոին follow եմ Instagram-ով ու ոնց որ թե հիշում եմ, որ տենց ռեպեր դնում է իր ստորիում։ Այ, Իրանից։ Ա դու ստորին ես նայում, ես բխ չես լայքում։ Ես էլ եմ Ես ռեպեր մենակ դնում, բայց որ ռեպեր Գարիկի ստորին եմ լայքում։ Ես կոծավ, ես ռեպեր դնեմ։ Հայտիներից մենակ գարիկի լուրջ։ Չէ, ու իմ։ Դրա համար մի քիչ այտենց հավատում եմ, որտեղ տենց եթե չեմ սխալվում, էլի հիշում եմ, որ իր ստորիներում տեսել եմ ռեպոտ բաներ, դրա համար կարող է սեր ունի դրա հանդեպ։ Չէ, ես էլ եմ ասում ճիշտ է։ Դավիթ ջան, Դավիթը մինչև ուրոլոգ լինելը այդ Ես թեմայով շատ ռեպեր վատ էր անում փորձեցի փողոցում։ ռեպը կարդամ, որ ասի դες շփոթաստեմ, բայց չէ, Միանշանակ։ բայց հիմա կարող եք խնդրել լավ կարտա ռեպը։ Հեսա մի հատ բանանի, հեսա մի հատ Ռոբ ջան լայք էլի մի հատ։ Ռուբով մենակ լայքում։ Հասկացա, լավ, Դա պոետների տուն էր կոչվում, հետո Հայկոն էր կազմակերպում, ինքը Կորյուն փողոցի։ Ինքը ինֆորմացիա կար, չէիր ասում։ Ունդե հենց Շատ լավ ինֆորմացիա կար։ ռեպ բաթլներ էին անցկացվում, Ու մեկը Կորյունի վրա չէր, Տերյան փողոց։ Տեյրան չէր, չէ։ Փոշմանել ես, որ այդ ուղով չես խորացել։ Չէ, вообще չեմ փաշ։ Ինչի, քո համար իման արկաման մի տենգ։ Ես ռոք եմ սիրում, չէ, տեսա։ Լավ։ Գարիկ ջան, դուք եք կարդում։ Բաժակը դրեք մի կողմ եւ կարդացեք ձեր պատմությունը։ Սիրով։ Այ, եսի ճիշտ է։ Լավ, մի անգամ Բարսելոնայում Իսպանիայի թագավորի եղբայրը մեջքիս արևապաշտպան կրեմա կսել։ Դա Իսպանիայի թագավորի անունը հենց հիմա ասա։ Ինչի պիտի այդ թագավորի անունը ասեմ։ Ու թագավոր աղբեր է ո՞նց։ Նախ խնդրեմ թագավորի եղբոր անունը լավ։ Պեդրո։ Պետրո, այսինքն Բարսելոնայում լողափում դու
արևայրուք էիր ուզում ընդունել, հա։ ու պարզապես լողափում չէ, private։ Ու իհարկե, որտեվ դա պարզապես լինի։ Private լողափում հենց իրանք էլ ինձ հրավիրել էին, բայց ոնց որ Մի րոպե։ հանգստացի։ Սոսելը։ Իսպանիայի թագավորի հարազատ, Եղբայրը։ հարազատ եղբայրը քեզ հրավիրել, հա։ Չէ, մեզ հրավիրել են։ Արա թե այնո մյուսը ով է։ Այն մյուսն է ավելի շատ թագավոր ինձ համար։ Այն թագավոր ընկերը Իսպանիայից, դու չես ճանաչում Ա՞ոնը։ նրան։ Խաչիկ։ Արա ոնց Պեդրոն Խաչիկի հետ ընկերություն անում, ոնց կարա տես լինի Պեդրո եւ Խաչիկ ընկերներ։ Խաչիկը գիտես քանի ծրագիր է հովանավորում Բարսելոնայում, որ Պեդրոն Խաչիկին որ տեսնում է, կարքից դուրս է գալի վազելով գնում է դեպի Քարքից դուրս է գալի դառնում է դդում։ Իսկ լողափում դու Խաչիկը եւ Հարգարժան Պեդրոն, դուք մերկ պարկած եք, ու ոչ ամբողջովին, ու դու ես խնդրում, ասում ես պարոն Պեդրո, ինչու։ Աջիշտ ասած ես որ իա մեջքը քսեցի։ Լավ Իա է։ որ ես տպավորություն առաջացա, որ երևի ձևն է տենց։ Այսինքն Երևի ոնց որ հակար ոնց ասω պատասխան քս պիտի տեղի ունենա, էլի ոնց որ պատկերացնում եք այդ իրավիճակը Գարիկը պարկացա, հələ իդեպ, Պարկած չեմ, մի րոպե, նստած եմ։ թեկուզ նստած, հələ իդեպ մոռացեք, որ Իսպանիայի թագավորի եղբայրն է։ Ֆիքսում եք, որ տղամարդ է։ Այ ինձ համար այս պատմության մեջ տարբերակը, որ տղամարդ է։ ձեռը հաստում, աստե։ Իսպանիայի թագավորի մեծ աղբերն է թե փոքր։ Փոքր, երրորդ փոքր։ Իսկ խաչիկի մեջքով քսեց։ Խաչքի մեջքը քիչ կամ քսող կա։ Բայց ես ինչեր Պեդրոն մնացել առանց քսող։ Բայց լավ, ինչ Բոլորը եք վազել են խաչքի մեջքը Բայց քսել։ ասես ինչից էիք խոսում։ Դու Պեդրոն խա, ինչ է շփման ձեր։ Ես խոսում էի այնց որ ներվայնանում որ Բարսելոնայում հաղթող քաղաքական ուժը կոմունիստական էր եղել ու համ խոսում էի, համ քսում էի մեջքին, էլի։ Մտել ես իսպանական ընդդիմադիր ես Բարսելոնայի։ Իսպանական ընդդիմադիր ես, էլի։ Ինձ թվում էր որ որտեղ պետք է այդ թեմաներից խոսանք, որովհետև շատ բան չունեի խոսալու։ Մենք հիմա հարցեր ինքը այնքան վատ է խոսում իմիջայլոց անգլերեն, բայց այս Իսկ մնաց տենց էլի սենց մտածմունք կա, որովհետև Բարսելոնան, հա, մտածմունքը վերջին։ Հարցերը խնդրում եմ։ Որ թվին է եղել։ Դիպես լավն է։ Հա։ Կասի մի հատ տիպ։ Սպասի։ Դուք իմանաս, թե այդ վաղտերը Խոսում եմ մի այլ կարգի։ Ես իսկականից ոչ որ բաներ եմ գումարում ուզում եմ չսխալվեմ, որովհետև դες չեմ կարող ասեմ որ լավ ասեմ որ թվին է եղել 17 կամ 18 17 կամ Բան տվեց քեզ։ Հա, Հա, տարի ժամանակ սխալվեմ, Բարսելոնան, Կատալոնիան ուզում էր առանձնանալ, Այդ բան ժամանակ դժվար թագավորի աղբեր դու խաներ հասներ Բարսելոնա։ Ինչ Չելանի լավ դե։ ամբողջորեն դեղ են այդ հարցերով են իմիջայլոց Քաղաքական իրադրությունից։ Պեդրոյի վեջը չի սենց ասեմ ով առանձնանա ով չի առանձնանա Հետո երեք- Պեդրոն լր ինքը ուրիշ մեր Իսկ տիպի տղա է այլ կյանքի տղա է Ազգանունը Պեդրոյի։ չեմ կարող իսկականից չեմ հիշում բայց չեմ էլ իմացել որ հիշում Գարիկի, նայ, Գարիկի այս վերջին շրջանի պատմությունները ճիշտ է, պատմությունները եղել են որ սուտ է եղել, բայց ինչ որ ուրիշ երկրների բարձրաստիճան այրերի հետ է կապված։ Մեկ Լեհաստանի քաղաքապետն է պարտք իրան։ Մեկ Լոնդոնի եսին ինչա, սաղ դες բաների մեջ է։ Հիմա Իսպանիայի մտածում ենք հիմա արդեն։ Հիմա Իսպանիայի թագավորի եղբայրը ոնց որ արևայրուքից պաշտպանելու համար ոնց որ ինչ են կարծում։ Ես մտածում եմ, ես ենթադրելով Իշխանավոր իշքանավոր չեմ խնդրում եմ, էլի դու թվեր մվեր ասիր, հիմա դու արդեն պիտի ուղիղ մեջ էփած լինեի։ Սուտ է։ Սուտը, լոլո եք Ես փորձում եի հավատալ, բայց չեմ հավատում։ Չես հավատում։ Այ, ես ուզում եմ, ես էլ չհավատամ, բայց սա առանց հեգնանք եմ, ասում երազում եմ ճիշտ լինի, որ մեռն ենք խնդալուց։ Լուրջ եմ ասում, արա այս պատմությունը սուտ է։ Այս պատմություն- դու այդքան չկաս, դու այդքան չկաս, որ խաչիկի հետ մոտիկ լինես։ չունես Արա դու այդքան չկաս, որ խաչիկը քեզ հետ շփվի։ այս պատմությունը Սուտ է։ ճիշտ կարող էր լինել բայց Այո։ Վախեցա արդեն։ Արա չեն էթուն դրանք Բարսելոնա։ Ալավսակս խաչիկը։ Խնդրում եմ, եմեք միավոր մեզ, Բարսելոնան ինչ տեղ է քո։ որովհետև վախեցա արդեն, որովհետև կարա, էլի, սա Իսպանիա շուշտ է գնում։ Պեդրո։ Շաբլոն անուն արագ ասեց իսպանական Պեդրո։ այո գիտես ինչ պիտի դնեն Կոնե Վինսենտ է, էլի։ Միգել կարայի ասեի Միգուել, այո։ դե ինչ Ռոբերտ լսենք քո սուտ պատմությունը Լսենք, ես մի անգամ հանդես եմ եկել որպես կիսամերկ բնորդ։ Կիսամերկ ոնց։ Կիսամերկ, որ կեսդ մեր Չէ, ժողովուրդ, նայեք, ասեմ, ամբողջովին մերկ է, ուղղակի համապատասխան մասերը սավանով եւ ինչ որ տենց լաթի կտորով փակված էր ինքը։
Դատի կտորով փակված էր։ Պատասխան մասը։ Այո, համապատասխան մասը դե հասկանում եք դուք, Դավիթ ջան, հասկանում ես դու։ Հիմա Դավիթը Սավանը սաղ փակված է։ Այո, Դավիթը Դու sense պարկած Ես ես։ պարկած, ես բազմոցին ցույց եմ տալիս։ Բազմոցին այսպես պարկած։ Ռոզի դիրքով։ Այո, թեթև կլորիկ փորիկով են Ռուբենսի նկարների կանայք որ կան, Տիցյանի, մի քիչ sense փորիկ որ ունեն։ Աղող կար sense Այո։ բերանից փակ։ Չէ, լուրջ եմ ասում, ընկերս խնդրեց, լսեք ուրեմն։ Ընկերս նկարիչ է։ Ընկերս նկարիչ է, ապրում է Բելգիայում Անտվերպեն քաղաքում։ Անտվերպեն քաղաքում ինքը ասեց, խնդրում եմ շատ քեզ, արագ ես պետք է ինչ-որ մեկին բնորդ որպես նկարեմ, որպես որովհետև նա ընդունվում էր Անտվերպենի Գեղարվեստի ակադեմիայի ասպիրանտուրայի բաժին։ Ավարտել էր այնտեղ Բրյուսելում ինչ-որ էլի տենց Գեղարվեստի ակադեմիա, Անտվերպենում պետքա ընդունվեն, ասեց ինձ արագ պետքա բնորդ, որպեսի ներկայացնեմ բացի տեքստային եւ բանավոր աշխատանքների հետ, մեկտեղ նաեւ պրակտիկ աշխատանք է պետք։ Ասեց կլինի գամ ձեր տուն, մի հատ քեզ նկարեմ, դասի Նա ցայվի գալիս։ Հա, չէ, ասեցի խնդրում եմ ուղակի, ասի խնդրում եմ, կարող ենք անել այդ ամեն ինչը, ուղակի դեմքը ուրիշ դեմք արա։ Եթե քեզ մարմին Խի քեզ ընդեղով էր ճանաչելու։ Դե այնտեղ չէ, բայց կարող այնտեղից հայկական ժողովուրդ ասում եմ հայկական ինչ-որ միտեղ դուրս գար։ Իսկ օթանավակայանում ստեղ տանելուց միանգամից արակը ռոբը։ Չգիտեմ, ես ցանկացա որ իմ դեմքը չլինի, ասի ես իմ մարմինը կտրամադրեմ քեզ։ Խնդիր չունես, իմ մարմինը քոնն է, բայց կլինի իմ դեմքը լինի ուրիշ դեմ, որպեսզի չեմ ուզում ես մերկ վիճակում, ասեց այո, ես դա կանեմ, Ինչ դեմք եղավ վերջում։ Ինչպես։ Ինչ դեմք Դե եղավ։ ինչ նեյտրալ, ինչ տղամարդու դեմք էր, հա, ինչ տղամարդու դեմք էր, իմ դեմքը չէ։ Վիճակագրական դեմ։ Այո, միջին վիճակագրական տկլոր մարդու դեմք։ Ռոբ այդ նկարը կպատմես, որտեվ ինքը տես ֆոնել է ունենում։ Նկարը ասեմ, միջավայրը բան է։ ես ասում եմ, նկարը բազմոցին ես այս դիրքով։ Ոնց էր կոչվում եկե կտավը, էլի կտավը։ Մի րոպե ես ցույց տամ, էլի։ Մի րոպե։ Այ։ Մի րոպե։ Ինքը Այ, մոտավորապես այս։ Այո, Մոտավորապես այս դիրքն է։ երկու օրը 7 ժամով քեզ սենց նայել, հիմա կկատարվի։ Ես ահկաներ եք որ իմ ասեղը, մոտավորապես այսպես դիրք է։ Ինքը մերկ, այստեղ սենց սավանը, թեթև իրոք սավանը թեթև գալիս։ Ինչ։ Էդ էլ լրիվ տենց։ Այդ սավանը ինքը գալիս է, թեթև այս կրծքի մասը փակած է։ Ինքը գիտեք ինչ, հին հռոմեական տես սենատի ոնց որ հա կերպարեր, իդեպ գլխին դափնի կար, այն դեմքը որ ուրիշ էր։ Դափնուց սենց տերևները գլխի վրա։ Ու դες նկարել այդ մարդու հաճելի է ասենց։ Իդեպ այդ Բայց մեզ հաճելի չի։ Որ իմանաս ուրալոգիան սենց ինչ են ստուգում, չես շուտ Ես չեմ ուղղակի, ես դուք որոշում կայացնեք, որ վերջում ասեմ ճիշտ էր թե չէ, էլի սենց ցույց տամ։ Ինչ եք կարծում, Ռոբը շուտ որոշեք։ մերկապարկուհի եղել է։ Կարծում եմ հնարավոր է որ եղել է, Բայց չէ։ բայց ցերը շատ են ավելի։ Այս սա ճշմարտություն է, բայց այդ պատմությունը սուտ էր։ Իմ Ռոբենս եղբայրը ինչպես նշեցին։ Իրականում այս պատմությունը սուտ է։ Հա դու չես նեղվում, որ այս պատմության վրա այսքան երկար մտածում ենք։ Որտեղ կասկածում ենք, որ կարող է արած լինես։ Այս երկար սավանը։ Ախպերես էլ չեք օբաշիկ։ Այո։ Ինչ առաջ ես ով էր դա ասում, որ հորը դու մեջքին տղեն տղու։ Հետո ես մեջ պարկած։ Չես գիտես ինչից չհավատացի, որ երկու տղա տենց ինչն եք փակել, էլի, եք փակել։ Չէ, դե ժողովուրդ, հիմա Գլուխը փոխում էր, թող ամեն ինչ։ Ես իրականում ինչի եմ փակել, որ թագուն չնկարի։ Հասկացա։ Ամբողջ։ Բայց եթե դեմքը փոխում է, դա էլ կնկարի։ Չէ, ես վախեցա հերրախոսով կնկարի տակուն։ Սուտ պատմություն ենք քննարկում։ Ահն։ 2-2։ Ռուբեն ջան դուք եք։ Գրքից մի հատվածը գրելիս ես ոգեշնչվել եմ Տեցի կրուգում աշխատող մի մարմնավաճառից։ Օ, հետաքրքիր։ Ռուբեն ճանաչելով այո։ Հա, այսինքն, հա։ Որ գիրքներ։ Իմ առաջին գիրքը Վերնագիրը Թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա։ Թունելից 13 կիլոմետր ինքը մարմնավաճառուհու մասին էր, թե մեջը կերպար կար տենց։ Չէ, ուրեմն ինքը շատ տենց միստիկ թրիլեր գիրք է, բայց մեջը մի հատ կերպար կա, անունը Նելի է, այստեղ չգիտեմ, կարող է մարդկա նույնիսկ կարդացել է։ Մարդկա կարող է ճանաչել։ Կարդացել Կարող եք։ է օգնել, Նելի կերպարը։ Կար գիտեք, Նելին գիտեք երեխեք։ Երեխեք ով է կարդացել Նելիի մասին երեխեք։ 13 կիլոմետրի վրա։ Հեն երեխեք։
Այո։ Նելից 13 կիլոմետր հեռավորություն։ Նելի, չէ, դե իրականում ոգե շնչել եմ կերպարից, բայց այտենց նենց ոնց դու պարկած էիր օրինակ, այտենց տեսարաններ չկան գրքում։ Բայց ինչ կերպ, հա, ինքը ինչով ոգեշնչեց, ուղակի արտակնապես, թե զրույցի հետ զրույցել եղավ։ Նա արտակնապես հենց ոնց նկարագրել եմ մոտավորապես հենց այդ կերպարին։ Մի հատ նկարագրի էլի։ Նկարագրի կերպարին։ Նելին Տիգրովի վերխով միացել։ Արա Տիգրովի լիֆով։ Տիգրովի։ Տիգրովի լիֆով բյուզն ինչ դուրս եկա, հա։ Այո։ 4 սանտիմետրանոց եղունգներով այդ չէ։ պաղճիկը։ Ինչ։ Միստիկ գիրք էր։ Նելին միստիկ չէր, գիրքը հա։ Իմ համար ավելի միստիկա դու Նելին որտեղից է շանաչում։ Տեցից։ Դու տեց ինչ էիր անում։ Մեքենայով։ Չէ, նենց չի, որ Կերպար էր մեքենա փնտրում։ Քեզով է ներկայացած։ Ինչ էիր անում։ Իրականում Հայաստանում եթե գիրք ես գրում, պետքա կերպար փնտրելս առաջինը գնաս Այդտեղ մի քանի կրուկ պտտվել Նելի է։ կերպարը խնդրում եմ նկարագրի։ Գրական կերպար եմ Հա, որ ոնց գրքում նկարագրել եմ։ Ոնց ընտրեցիր Նելին, էլի համել։ Բայց դու կերպարը Էժան է։ Լավ է ասած։ Լավ գին տվես։ Լավ ներեշաներ 1000 դրամով թողեց մի հատ Այո։ 1000 դրամով մի հատ լավ նկարագրեցի։ Ուրեմն Կերպարը։ ինքը հենց գրքում ոնց նկարագրված է, տենց եմ ասում, շատ սենց վառ ակնհայտ վառ շորեր հագնող, վառ կարա գունային լինի, կարա բացության Կարա վառված լինի։ վառված լինի։ Բարձրակրունկներով ու հենց գրքում կարդացողները կհաստատեն, որ իրան գնում են էքսկուրսիա, ինքը էքսկուրսիա գալիս է կաբլուկներով ու տնդ զարմանում է։ Մազերն ինչ ձև էր։ Մազերը պրոստը երկար ուսերին փրված, շատ չէ։ Երկար ուսերի փրված էր, բայց գունավոր շորերով էր։ Հա, գունավոր։ Ինչ գույնի։ Չեմ հիշում, չէ, ես հիշում եմ, որ գույն չեմ գրել, Դու քո բայց գիրքը չես հիշում։ դե նորմալ է, այդքան 2 տարի առաջ եմ գրել, կոնկրետ չեմ հիշում այդ շորը գույնով եմ գրել, թե չէ։ Հասկացա, լավ։ Եկեք բալավ, հիմա կամած կծավալը։ Կարծում ես ճիշտ է այս պատմությունը, նա գրքի։ Սուտա, որտեվ տեցի կրուկ տոշնի տեղ մարդ չկա։ Կոմոդ բոլորը վերտա։ Բոլորը գրաված են։ Փողոցից ստուգվել է։ Չէ, Ռուբեն Նելի անունը շատ երկար էր հիշում, իմ պատկերացմամբ էլի, գրողը պետք է այտենց շատ վարքյանական տես պատկերացնի բան, պլյուս այդ վառ շորեր նկարագրել, կաբլուկ հագնել, կաբլուկը Ուրեմն կարծում ես կերպարի փնտրտուկներով նա չէր գնացեցի կրուկ։ Դե կարող է գնալ տեցի կրուկ եւ ոչ միայն կերպարի փնտրտուքներով, բայց պատմությունը Սուտ է։ Ինձ թվում է ճիշտ է։ Ճիշտ է։ Ես էլ եմ, սենց ասեմ, ես էլ եմ ուզում հավատամ, որ ավելի շատ ճիշտ է, որովհետև իրոք գեղեցիկ է, որ գրողը իր գրքի կերպարներին իրական կյանքից է կամում։ Ինձ համար գեղեցիկ է դա։ Եթե տենց չի, խորհուրդ գտանք վաղվանից մատ գնա պտտվի այդ կողմերը, որովհետև ես որպես էլի ստեղծագործող մարդ հավանություն եմ տալիս այս մտքին։ Հիմա ինձ այդ ստեղծագործող մարդուն է խանգարում, որ ասեմ, որ սա սուտ է։ Okay։ Եթե ես հիմա լինեի, օրինակ, չգիտեմ, շինարար, չէի հավատա։ Կամ ռոլոկ։ Կամ այո, կամ ռոլոկ չէի հավատա, բայց հավատում եմ։ Կամ Որ այս Նելին։ պատմությունը ճիշտ է։ Կարծում եմ մի օր կկարդաք իմ գիրքը ու Նելիին կճանաչեք, բայց այս պատմությունը սուտ է։ Այո։ 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 Բայց եմ դες մարդ։ Ախպեր թքի թող գա։ Դու ոնց է։ Ես կանոնը չեր ասել։ Գարիկը ամեն անգամ խեղճ դեմքով։ Ծանոթացնեմ մեր գործընկերոջ հետ։ Մեր գործընկերն է Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում։ Հանդիսանալով Samsung, Nokia, Apple եւ այլ հանրահայտ ապրանքանիշների պաշտոնական ներկրողը Հայաստանում, Mobile Center-ը հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանք, տրամադրելով պաշտոնական երաշխիք անմիջապես արտադրողից։ Իդեպ, Mobile Center-ից կարող եք ձեռք բերել նվեր քարտ եւ հնարավորություն տալ մտերիմներին, որ հենց իրենք ընտրեն իրենց նվերը։ Եվ ես ուզում եմ թեթև այսպիսի բան անել։ Ես սա երրորդ փուլից առաջ եմ կարդում, որովհետև մենք շուտ ենք սա ավելի նկարում։ Ես հիմա կասեմ «Կուա», դուք չեք հասկանա սա ինչ է։ Այ հաղորդումը դուրս գնայեք, վերջում կհասկանաք։ Որպեսի ինձ չպատժեն, իմ մեղքը բարթել եմ կապիկի վրա։ Բանաներ գողացել։ Ինչ է, ո՞րն էր քո մեղքը։ Իմ մեղքը ես մանումենտում էի աշխատում, Որպես որպես
Կարուսել։ Որպես նավակ։ Պես արցան։ Այնտեղ կար կենթաների մի հատ հատված, որտեղ կենթաներ էին պահում, այսինքն մարդկանց բերում էի, ցուցադրում էի, ասում էի նայեք, սա կապիկն է, սա սկյուռիկը, իմիջիալոց քամելյոնով։ Շոր մարդ կար, որ չգիտեր որն է կապիկը։ Չէ, այնտեղ Որ որն է սկյուրիկը, որն է կապիկը։ Սկյուրիկը, ու այդ երկուսն են։ Դա սկյուրիկը մի հատ կապիկը։ Դե դա որն է սկյուրիկը, որն է կապիկը։ Նայեք, 400 դրամ ծու ասեմ, կապիկը, արա։ Բայց ինքը շեղում էր, քամելյոնին տալիս էր, որ բանան ուտեր, շեղում էր մարդիկ։ Ինչ էր իմ մեղքը։ Ես այնտեղ կապիկի կերը տալուց հետո ոնց որ թե իր դուռը լավ չէի փակել ու հետո առավոտյան դասից հետո ես այդ վաղ սովորում էի, ինձ զանգ ստացա, ասեցին շուտ հասի։ Քամելյոնից զանգ ստացալ։ Քամելյոնի վրա զանգեցին։ Զանգեցին, ասեցին շուտ հասի, որովհետև ստեղ սկյուրիկը մահացել է։ Ոնց։ Գնում հասնում եմ դեպքի վայր, տեսնում եմ ամբողջը սենց խառնած, այդ սենյակը, կրյաները այնտեղ սկյուրիկի տակ, այնտեղ մողեսները սենց պատերով բարձանում են վերև, տառականները, որ իմիջիալոց քամելյոնին դրանով էինք կերակրում, սենց խառը, սենց պտտվում էին սաղ սենյակով, ու կապիկը չկա, հետո տեսնում ենք բանանների սենց մի, ոնց են ասում, խուրց, թե Փունջ։ Խորց, կապ, բանանի այդ կապը, երկու բանանը առանց կլպելու կրծած է, հետո զապիսով տեսանք, որ վերջում էլ այդ ամեն ինչը արել է, բանանը կերը փախել է։ Բայց որ պահից ես սկսում մեղքը քո վրա գցել։ Դե ասեցին դու Դու դուրը չես փակել։ հա, որ ուրեմն մի բան են չես արել, բայց իրականում Ես չեմ, կապիկը։ ասեցի չէ, Կապիկտա ձածա։ երեք իրան խելոք չէր պահում բան էլի, սենց դժվար էլի, ես դուրը միշտ փակում, նոր եմ դուրս գալի։ Դու ասել ես փակել եմ, կապիկն է բացել։ Հա, Կապիկին գտակ, հա, կապիկը իր ոտով հետ եկավ, մեղքը վերցրեց իր վրա։ հա, Բայց բայց իմիջիալոց վատ բան ասեմ, մի քանի օրից այդ կապիկը ինքնասման էր եղել։ Էլի մեղքը քոնը չի։ Էլի մեղքը իմը չէր, սենց իր այդ վզ Իրա մեջքին դանակով խփել ես։ Ահա, սենց եկանք, տեսանք այդ իր ինչ էր անունը, վանդակը, հա, վանդակից սենց իր այդ վզկապը սենց միամիտ կպել է ու սենց ուզեցել է փախնի ու միամիտ հա ինքնասման ա եղել։ Չէ։ Լավ, ինչ է կարծում ես, պատմությունը հաստատ ճիշտ է, թե ինչ։ Երևի ճիշտ է։ Ճիշտ է։ Ես շատ եմ ուզում ճիշտ լինի, որ հետո նարեկետ խնդալու ենք ահավոր վրետ, բայց Ոնց կապիկի ես հույս ունեի, ոնց որ տես չի Վատ ավարտով, սա վատ ավարտով Իսկ կապիկը մի բան ամեն դեպքում իմացել է ու իրան սպանել են։ Կարծում ես պատմությունը։ հա, էսի չէ, ես ուտել։ Ես կարծում եմ ճիշտ է։ Ճիշտ։ Մի քիչ շատ չափազանցված ճիշտ է։ Մեկ սուտ։ Ես ցավով ուզում եմ արձանագրել, որ այս պատմությունը դեռ շատ ջուր է քաշել։ Բայց ճիշտ է ինքը։ Ճիշտ է, բայց ամբողջ ճիշտը չի։ Այո։ Իսկ այս պատմությունը ճիշտ էր։ Այն մեկ կենթանա սպանա էլի։ Բայց խի այդ կապիկին տենց արի։ Շատ տխուր։ Գործից էլ արա այդ օրվանից, որտեվ էլ չկար գործ։ Չէ, հետո գնացի են կարուսելի վրա։ Դու կարուսել ինքնդ բան եղավ։ Տեկանք տեսանք ճորտվի գալիս են, գցել է իրան զորը։ Մարդիկ կարուսելից գցվում էին։ Դե ինչ, առաջին փուլը ավարտվեց։ Լսի, ես էլ չեմ ուզում ասեմ երկրորդ փուլ չունենք, անցնում ենք երրորդ խոճուշ բաներ չեմ ուզում ասեմ։ Խոճուշ բաներ մի ասա, Հեշտ պարզ բան ասա։ ասա, որ չենք ֆայմել։ Ասում ենք հաջորդ փուլ։ Այո, բացի դրանից ես կարող եմ նույնիսկ ցուցատախտակի օրինակով ասեմ, երկրորդ փուլի փոխարեն անցնում ենք երրորդ փուլ։ Ես էլ չեմ ուզում ասել, էլի, անցնում ենք երրորդ փուլ։ Լավ, երրորդ։ Մի
Միացեք մեր գործընկեր Viva ընկերության Unlim հետվճարային սակագնային պլանին եւ ստացեք անսահմանափակ ինտերնետ, ով չի ուզում անսահմանափակ ինտերնետ։ Կամ եկը ցույց տուր ինձ մատով։ Հենա։ Քանի որ բոլորը ուզում են անսահմանափակ ինտերնետ, ասեմ ինչպես կարող եք օգտվել։ Ինչպես նաև 900 րոպե լինելու այս ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, MTS Ռուսաստանի ցանց, ԱՄՆ, Կանադա եւ Հնդկաստան զանգերի համար, իսկ փաթեթը սպառելուց հետո նաև 10,000 ներցանցային րոպե եւ իհարկե սիրելի հավելվածներից առանց բաժանորդագրության օգտվելու հնարավորություն։ Հետվճարային բաժանորդագրությամբ սակագնային պլանի ամսավճարը կազմում է ընդամենը 3,900 դրամ, որը կարճ ասած 3,900 դրամը իմը այս փաթեթն է։ Ես կարող եմ նույնիսկ ասել 900 րոպեն, եթե սպառվում է, 10,000 դրամ ներցանցային րոպե Viva-ն այսպես սկուտերի մեջ մատուցում է ձեզ, այդ էլ գիտեմ։ Ապրես։ Ծափարենք Ռոբին եւ Viva-ին մեր գործընկերոջը եւ սահուն անցնենք դեպի Ռոբի միստիկ այս պատմությունը, որը դեռ առջևում է։ Կվա։ Երրորդ փուլն է, Երրորդ փուլն է, եկեք սիրով տաղավար հրավիրենք։ բայց կանոնները չի ուզում կարդալ։ Լավ էլի, դու թուլացել ես այս վերջերս։ Այ, համաձայն եմ։ Այս փուլում հայտնվում է երեկոյի կասկածելի հյուրը, ով կապ ունի մասնակիցներից միայն մեկի հետ, կամ ոչ մեկի հետ կապ չունի, այդ տարբերակն էլ կա։ Մրցակից թիմը պետք է պարզի, թե կոնկրետ որ մասնակցի հետ կապ ունի կասկածելի հյուրը։ Երրորդ փուլում ճիշտ պատասխանի արժեքն է 3 միավոր, իսկ սխալ պատասխանի դեպքում այդ միավորները անցնում են մրցակից թիմին։ Մենք չունենք այլ տարբերակ, քան գուշակել, թե ում հյուրն է կասկածելի հյուրը, կամ միգուցե նաև ոչ ոքի հյուր է չէ։ Դե ինչ, եկեք սիրով այստեղ հրավիրենք Ռոբի թիմի կասկածելի հյուրին։ Դուք էլ հրավիրեք ձեր հյուրին։ Ծափարում ենք, բարձր ծափարություններով, ծափողություններով, հա։ Բարև ձեզ։ Դավիթ ջան, սկսում ենք։ Բայց իսկ կարելի է եթերում տենց։ Կստացի քո մականունի պահով կարող են կռուգում քեզ բան չկա, դու պապայիս մոտ ես ծառայեն, դե քեզ մականունով են դիմեն։ Մի րոպե։ Բա, ո՞մ են մականունով Ես Ռոբե։ մի րոպե, հələ կնեք, կարող եք ոնց պապայի մոտ ծառայել։ Արագ առաջին փուլ։ Ռոբը ծառայելա ձեր պապայի մոտ։ Ձեր մի րոպե, ձեր պապան, պես մի րոպե, ձեր պապան սպա է եղել։ Այո։ Տոնոյան այսինքն։ Արա ինչ ասում, ես մի րոպե գուշակ եմ, Տոնոյան Սամվելը։ Այ ես մեռնեմ քո կյանքին։ Ես ես արիվան գերկեմ, ես ես հաղորդման մեջ միշտ գտնում եմ իմ հարազատներին։ Ֆրայս կողմը։ Մեր Սամոյի տղենա։ Արա մեծացել ես։ Դուրս եմ ասում, ես սա իրոք մեր Զորամասի ամենակարգին սպայերից մեկն է։ Լուրջ սա նեշի որ քեզ մոտ եմ ասում։ ամենակարգին մարդ։ Հարցուկս ես համաձայն եմ, լուրջ պարոն Տոնոյան, Սամվել ձյա, ողջունները իմ եւ Գարիկի, մոտ ողջունի, լուրջ եմ ասում։ Ես դες սրտանց ինձ ոչ վիրավորելա, ոչ Բայց լուրջ ես մականուն ունեի։ Շատ մեծ սիրով։ Չէ, կատակում եմ, ես չունեի, ասենք Սամվել ջան, լուրջ եմ ասում, ինքն է պահել ինձ։ Լուրջ եմ ասում, ես ինչ։ Ձրիակ էր եղել երևի մականունը, ձրիակ էր եղել։ Չէ, լուրջ կբարևես պապային։ Լուրջ եմ ասում, ես շատ ես անունը նույնիսկ հիշեցի։ Տոնոյան Սամվել իմ ժամ ծառայելու տարիների մայոր էր։ Հիմա գնդապետ էր։ Հիմա էլա գնդապետ։ Հիմա թոշակի է արդեն։ Alright, դες ինչ ռեակցիա, կամպոտ խմելու ռեակցիա է ավելի։ Լավ, եկեք բացություն, շեղվեցինք, էլի ինչ-որ բարեկամական շեղում է։ Նարեկն իմ ընկերն է, բոլորը գիտեն, ինքը ինձ հաճախորդներ է բերում, ես իրան հատկատ եմ տալի դրա համար։ Տոկոս, հա, ինչ-որ բան փող եմ տալիս, ինքը մեծ կռուգ ունի, փող է բերում, փող եմ տալիս։ Շատ սխալ կրուգում է, հա, ինքը ոնց որ։ Պատրաստ եք։ Այո։ Նարեկն է։ Ես եւ նա միասին նոր հայկական մուլտֆիլմ ենք ստեղծել։ Նա բնականաբար մոնտաժում է այդ մուլտֆիլմը, անիմացիոն։ Միասին եւ ես այդ մուլտֆիլմի դեռ մեկ գլխավոր հերոսի կերպարներից մեկի կրկնօրինակողն եմ։ Կրկնօրինակողը, կներեք, ինքը մի քիչ շուտ ասելու Մեկ կեր։ ինքնոց նեղ մասնագիտական է, որ ինքը պիտի չսխալվեր, բայց ոնց որ հենց այդ մասնագիտությունը սխալվեց, խնդրեմ։ Նարեկն է, ես ու Նարեկը ծանոթացել ենք գողության ժամանակ։ Ես հիվանդանոցում գործարկել եմ ամերիկյան ռեֆերալների ծրագիրը, դե բոլորդ կարա գրանցվեք, պացիենտ եք ուղարկում, բանը, քեշբեքով տոկոսներ եք կուտակվում, Նարեկը պրոստո տենց, նես չի ամենաառաջատարն է, բայց տենց այդ ռեֆերալների ծրագիրը աշխատում ենք աշխարհում ընդունված։ Ամիսի ինչքան է ջեբը դնում Նարեկին։ Չէ, տենց 2000 դրամ որ ամեն պացիենտը ամիսի 6000 դրամ փող է աշխատում, պրոստո զուտ պատմություն է, հա։ Դրա համար կարելի ամեն ինչ թողել։
ու մտնել դրա Մարդիկ մեջ։ Չէ, բայց լավ չէ ամեն ինչ ուզում եմ ասել, կողմ արա։ պատմությունը դե տենց ճիշտ է, չէ՞, ինքը հենց այդ մտքով եմ ասում, որ բանը, այդ ռեֆերալը Իսկ ոնց է Նարեկը աշխատում։ Instagram-ում ունի են, որ bio-ում link, Չէ, իմ մոտ որ գրանցվում են, իմ մոտ հավելվածով են գրանցում, չեն զանգում։ Հավելվածով որ գրանցվում են, այնտեղ տեղ կա։ Ում կողմից եք ուղղորդվել, այնտեղ Նարեկի անունը կա, այնտեղ հիվանդանոցների անուններ կա, դեղատների ու Նարեկի անունը կա, հա։ Դա երկու տող, հա, ումից եք վարակվել, մեկ է ումից եք ուղղորդել տարբեր տոկոսներ, հա։ Այն մեկից վերցնում եք, մեկին տալիս եք։ Վարակվածքին բանը։ Քանի հոգի ունեք աշխատող։ Ռեֆերալներ, չէ, Գործակալ, ռեֆերալները գործակալ, քանի գործակալ։ Ես կարող եմ գրանցվել։ Ինչքան էր համար։ Իսկ խնդրում եմ 10,000 63 հոգի։ Իսկ 10,000 դրամ հիմա տուր ես 5 հոգի կուղարկեմ։ Դու 10,000 տուր ես խոսք եմ տալիս 5 հոգու մի ամսանը կուղարկեմ։ Մանր, հա։ Ինչքան է? 20, հա։ Չէ, ան, ռոպ չէ։ Շնորհակալություն տվեց։ Ես 5 հոգի կուղարկեմ։ Այստեղում մի ամսվա շատ աշխատավարձից շատ տվեցիր ուղղակի Ռոբին։ Դե բայց ինքը ակտիվ չի, Համեմատի, Ռոբի շրջապատը մեծ է։ Իհարկե, Ռոբի լկտի շրջապատը մեծ է։ Հետո շոու ենք անում։ Ցոփ եւ շվայտ կյանքով ապրող ընկերները։ Հարուստ ախպեր, դասվին է։ Գրքի մեջ միտեղ գրի իմ մասին։ Ես չեմ հավատում։ Չեք Սպասի, հավատում։ մի հատ բոլորին Իսկ այս լսեն, կարող պատմությունը, ես ասում եմ, իսկ այս պատմությունը պատրաստեք, ես ուրիշ դեպք։ Սպասի, շատ բարի, շնորհակալ ենք, հիմա անցնենք Ռոբին։ Ռոբը նոր Նարեկի հետ մուլտիպլիկացիոն։ մանկական նոր մուլտֆիլմ ենք ուսուցողական սկսել Նարեկի հետ, նկարազարդումներով եւ կերպարը Գորտ է։ Քո կերպարը։ Գորտը հա միակ կերպարն է, ես ուզում եմ, քանի որ մանուկ հասակից շատ երկրպագել եմ, նաև միջև հիմա Աքսելին, հա։ Ինչպես? Աքսել Ֆրոգին։ Ոչ, հայկական։ Ուրեմն Գյուտարար Գորտ մուլտֆիլմ կար, հայկական, եթե տեսել եք, իմ մանկության քրաշներ, կարելի ասել Գյուտարար Գորտը, անկեղծ ես սիրում էի նրա այդ ուղեղի զարգացվածությունը, որ նա մյուս կենթայիներին հետաքրքիր հայտնագործությունների, հետաքրքիր սարքերի միջոցով սովորացնում էր, թե ինչպես կարող են, օրինակ, կարուսելի վրա պտտվել, զուգահեռ մարգերը ջրել, ինչպես կարելի էր շաշկի եւ շախմատ խաղալ եւ ընկույզ կոտրել։ Դրանից ո՞րն ես դու արել այդքան սովորելուց։ Չէ, լսեք, մուլտֆիլմը պատմում է, ինքը 10 մասից է բաղկացած լինելու, այն գյուտերը, այն հայտնագործությունները եւ այն հնարքները, որոնք չեն ներառվել սովետական մուլտֆիլմի մեջ։ Մենք նոր բաներ ենք հիմա մտածում, նոր բաներ ենք մտածում, ասեմ, նոր բան օրինակ մեքենաշինություն, լավաշ թխել, Լավաշ թխելը շատ նոր բան է, այդ ոնց է դու։ Ժողովուրդ, շատ նոր բան է, բիվարկ, շատ նոր բան է, բայց 5 տարեկան երեխեն, 4 տարեկան երեխեն, որ նստի։ Չիմանա ոնց մտի թոնիրի մեջ են կրակի վրա մեզ տակ պատին։ Ժողովուրդ, իհարկե, բա մեր հայկական ինքնավանդույթները չիմանա, չէ, ես մեծ մարդկանց մասին չի սա, որ դու պատկերացնում ես 30 տարեկանը, չէ, երեխաների համար հայլին օրինակ, հայլին ոնց է արտադրվում այդ հեղուկով, արծաթի միջոցով ոնց է 10 մասից այլնելու, կարելի ասել ամեն մի մասը դասագիրք է։ Դասագիրքը երեխաների համար ինքը 7 տարեկան, 7-ից 8 տարեկան երեխաների համար է իր թիրախային խումբը, ես կրկնօրինականում եմ Գորտին, Կվակվա Գորտն է։ Այդ է ուզում, մի հատ կրկնօրինակ ես։ Կվակվա Գորտն է։ Լավաշի էպիզոդը նկարել եք արդեն, որ էպիզոդներն եք արդեն, կրկնօրինակել ես որ էպիզոդը։ Լավաշը կրկնօրինակած է։ Լավաշը կրկնօրինակ, մեկ էպիզոդի մեջ։ Իհարկե։ Բարև տատիկ, ասում եմ, Գորտը գալիս է, տատիկ է նստած։ Բարև, ցավը տանեմ։ Բարև տատիկ, ու բարևում է Գորտին։ Բարև, Տատիկ, խնդրում եմ, ինձ կսովորեցնես, թե ինչպես են թխում հայկական լավաշը։ Արադելի Գորտ ենք անում, ամեն օր գալիս ես այդ քո ձենով։ Դե հիմա դու կարող ես հումորի։ Տանջվում արա, Չեմ տատիկ, տատիկ Գորտ։ Արա ասма։ Գորտ ինչ գործ ունի փռում։ Գորտիչ գորտ ունի։ Ժողովուրդ, Գորտը մոդերատորն է, Գորտը այդ կերպարն է, որը շրջում է տարբեր տեղերով եւ սովորացնում երեխաներին իր միջոցով, սովորացնում է երեխաներին, ինչպես կարելի է։ Փաստացի Գորտը չի սովորացնում, էլի։ Փաստացի Գորտը չի սովորացնում։ Դե բայց չէ, Գորտը հանդիսանում է, այդ եմ ասում, գիդը հանդիսանում, որ գնում է, եթե Գորտը չլիներ, չլինի այս մուլտը։ Իսկ ես ասում եմ, կրկնօրինակելով Կվակվա Գորտին, Իդեպ գրել Կվակվա, որտեվ Գյուտարար Գորտի ինքը կերպարն է ոնց որ նախատիպն է վերցրած, որ հեղինակային իրավունքի հետ ինչ որ խնդիրներ չունենամ ես, բայց հավատացեք, քո երեխաներն էլ են սիրելու։ Այսինքն ես մուլտը որ հայտնի դառնա ու ասես ես կարող եմ Ռոբերտին կանչել մեր տուն եւ նա է կրկնօրինակում, ես մտեմ քո աղջիկներին ասեմ Կվակվա։ Կվակվա եկել եք Գյուտարար Գորտը երեխաներ ինչպես եք, ուզում եք դες սովորեցնեմ թե ինչպես են թխում լավաշ, հայլին, ինչպես է Չինաստանում ստեղծվել վարոդը, թուղթը, քանի որ չինացիները հազարամյակ տարիներ չինական պատի մասին ունենք։ Իսկ ամեն էպիզոդը
Այո։ Ինչքան է տևում։ 15 րոպե։ Ու մեկ բանի մասին, հա։ Մեկ բանի մասին, հա։ Այսինքն 15 ու 14, 15, 15, այդքան է տևում ամեն 10 բանի մասին նկարել եք։ Այո, 10 մասին, բայց դուք պատկերացնում եք ինքը ինչքան, եթե հաջողություն մեծ աշխարհ։ ունեցավ, անսահմանափակ են թեմաները սովորեցնելու համար, կարա լիքը գնա, ես սենց եմ շատ հաճույքով եմ անում, որտեվ ինձ համար էլ է նորություն այդ կրկնօրինակման դերում հանդես գալը, երբեք չեմ կրկնօրինակել ոչ մի բան։ Կուակվա։ Դու գողության ժամանակ եք ծանոթացել, այո։ պատմիր ինչ գողություններ, երբ հասցեն, երբ եք նստել։ Ինչքան երբ դուրս եկաք։ Մի օր աշխատանքից հետո դուրս եկա հերթական իմ առօրյական գնումները կատարեմ։ Մատ լավ մրգի խանութ տեսա, ասի մտնեմ, տեսա խանութ բանն է։ Սկզբից ինձ տենց թվաց էլի, որ խանութ բանն է։ Նարեկը։ Հա, Նարեկը։ Ասացի ինչ արժի, ասում եմ սա աշխատող չեմ, բայց միրգ էր ուտում արդեն։ Գողացել էր այսինքն։ Ոնց գողացել էր ու տեղ կանգնած ուտում էր Չէ, գողը։ այսինքն Ոնց որ գնաց մտես մեկի տուն, տեսես գողը հերոստացույցը գողացել, կասկածելի երեկոն։ սենց փորձում էր թե ինչ էր անում, չգիտեմ, ասեց ախպեր, էս իրա պերերևի ժամն է։ Պայտակ գալի բռնստում ուտում եմ։ Մրգերը։ Ասի։ Այսինքն պահակը այդ պահին գնում է հաց ուտելու, ընդմիջումն է իրա, այդ ընթացքում Նարեկը ոնց որ ժամը գիտի, Նարեկը գալիս արդեն պրոֆեսիոնալ է այդ գործով, էլի։ պրոֆեսիոնալ խնձոր ուտող է։ Մտնում մրգերը տարբեր տենց գողանում է, Երկու էլի։ կծով խնձորը վերջացնում է։ Եմ այդ հարց տամ արագ պատասխան։ Այո։ Որտեղ խանութ։ Մալացիա։ Սուպերմարկետ, ուղակի մրգերի եւ Մրգերի բանջարի։ խանութ, ուղղակի, սենց գրած էր միրգ։ Իսկ որ մի մրգերի խանութում է պահակ լինում սովորաբար, օրինակ որ խառնես պահակի։ Չէ՞։ Դեր լինում է միշտ աշխատողը, որը 1000 պահակ ունի։ Ես մտա, Ասում էր Ինքը ավելի Տեսա։ շատ կներես Միկաթիլ մեղրի կերպար է ասում, խանութ բան, էլի։ Հա։ ես մտա, տեսա միրգ ա ուտում։ Ես չգիտեմ, նա պահակն է, խանութ բանն է, թե ով է։ Հա, հետո ինչպես Ու իմացար։ Տենց ասեց ախպեր ջան, դու եք արած Ուտես։ ուտես, հա։ Լավ էլ Ուղղակի տենց, որ ախպեր ջան, դա մի առ ցավը տանեմ։ լավ տղա է, լավ տղա է։ Կեր։ Ալիս տենց, ասպերս դու եք արած Արիք ես ուտես։ սովորացնում։ Դու եկեր։ Անգլիստ կեր չեն բռնում։ Հա, ուտես չի թողնում առնես, բա կեր։ Ասում ես ուզում առնեմ, ասում է, կեր։ Մի բան գիտեմ, որ ասում եմ։ Տենց մի հատ էլ ես մի ճիտ խաղող վերցրի դուրս եկա։ Միջից, հա, միջից։ Ճիտ, Հա, ճիտ։ ու դուրս եկար։ Շատ բարի։ Դու ասում ես Ռոբ, դու ասում ես Ես ասում եմ կամ Ռոբ կամ ոչ մեկ, բայց երևի ոչ մեկ։ Հա, Նարեկ։ Երեկի ոչ մեկ, Ոչ մեկ։ ոչ մեկ։ Ռոբ ոչ մեկ։ Ինձ էս նախադասությունը շատ է դուր գալի Ռոբ ոչ մեկ։ Օ, բայց կա դա, օ։ Կարծում եմ Ռոբի մոտ չի, Ռոբի մոտ։ Նարեկ։ Հովոյի պատմությունը բայց չեմ կարող ասել։ Մյուս 10-ին Ա շատ դժվար է հիմա կամ Ռոբ կամ ոչ մեկ, հա պիտի ընտրեմ, ուրիշ տարբերակ չեք թողնում ինձ։ Թողնում ենք, դու կարաս Ես եթե ասեմ հովո էլ չի լինում։ Չես կարող ասել հովո էլ, որտեղ Արդեն ոչ մենք մեկ չի տվել ասել։ ենք մեր Հա, վերջնական Հովո ոչ մեկ չի ասել, չես կարող։ Դրա Ցավոք։ համար ես կասեմ Ռոբ։ Խնդրում ենք, հարգելի կասկածելի հյուրը, հարգելի Նարեկ, կուակվա։ Ներկայացեք։ Ողջույն բոլորին, ես Նարեկն եմ եւ ես ոչ ոքի հյուրը չեմ։ Ինչ կուակվա, այս ծրտին ինչ կուակվա, ես Շնորհակալ բանը ենք։ թողեմ ընկնեմ գործերի հետևից այդ ցավը տալեմ։ Նարեկ ջան, ապրես որ եկան, իդեպ ես Նարեկին բացի շատ լավ, մեր բոլորի պատմությունները սուտ էր, բայց Նարեկը իրականում հայ գարաժ ինստագրամյան հարթակի տեր եւ տիրակալն է, կարող եք բաժանորդագրվել, նրան պետք է այդ հետևորդները եւ մի կտոր հացը։ Տապանեք Նարեկին, տապանեք Նարեկ ջան։ Խնդրում եմ այս հատվածը նաեւ կարող ես քո էջում շեյր անել, որ գովեցինք եւ մի 2 կոպեկ փող մեզ տաս։ Հիշես, որ սա իրականում գովված էր։ Տապանեք Նարեկ Տերովանիսյան, ձեր բարձր ծառայությունները։ Այո, հաճելի է։ Ինչ եմ ես միշտ 50-50-ից սխալ բան ընտրում։ Այո, դե բա իհարկե էր, բայց ասեք, որ կարելի էր մանկական գեղեցիկ։ Ես իդեպ սա սուտ պատմություն էր, բայց ես ի կատար կացեմ։ Կվակվա Իստված գործի։ արդեն ածում ես, դրա համար։ Խնդրում եմ, փակումը ճիշտ է տխուր մի քիչ, միշտ ուրախ ես անում, բայց այսօր մի քիչ տխուր։ Կան հաղթանակներ, որ ոնց որ
զգում ես որ արժանի էին։ Բայց այսօրվան ոնց որ այդպես չլինի, չեմ տեսակ։ Մի տեսակ արդար չէ։ Հաղթողին Արդար Իրինա չէ, ջան, տեսակ ոնց որ- հաղթողին երբեք չեն դատում։ Նենց որ Հաստորեն դատում են։ նենց որ սուս նստիր տեղը։ Այսօր Դե ինչ շնորհակալություն բոլորին, սելի հյուրեր, սելի հանդիսատես, սելի հերոստատիտող, կասկածելի երեկոների եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հեյ, 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 հեյ։ Չէք։ Quack quack։